Բարի երեկո, ուղիղ եթերում է Ազատության լրատվական կենտրոնը, այսօրվա ծրագրում դիտեք։ Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը կրկին լարված է, զոհեր և վիրավորներ չկան։ Ադրբեջանը փորձում է հասկանալ, որքանով դաշնակիցները կանգնած են Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի կողքին։ Ձնաբքի պատճառով փակված Ստեփանցմինդա լարջ ճանապարհին զոհվել են 3 հայեր։ 12 մարդու կյանք խլած Փարիզյան ահաբեկչությունը զայրույթի ալիք է բարձրացրել ողջ աշխարհում։ Դեմեմ շարժումը ձեռքերը ծալած չի նստի նաև այս տարի ակտիվիստների վերջնական նպատակը պարտադիր բաղադրիչի վերացումն է։ Իմ ցանկությանը հակառակ ինձնից գանձված գումարների համար ծառայությունների ինչ-որ կարգի համար վճարներ վճարել։ 2014-ի քաղաքացիական շարժումները, որոնք էին ամենաակտիվ խմբերն ու ինչ հաջողությունների հասան։ Գյումրիում նոր տարին շուտ ավարտվեց, քամին շրջել է գլխավոր տոնածառը։ Կգնանք, եթե հնարավորություն եղավ հավաքելու, կվերականգնենք։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ դատապարտում են 3 Փարիզում 12 մարդու կյանք խլած դաժան ահաբեկչությունը, սոցիալական ցանցերում գրելով, որ իրենք բոլորը Շարլի Էբդո են ու պատրաստ են պայքարել հանուն խոսքի ազատության։ 3 դաժան սպանությունների ականատես դարձած Փարիզն այսօր մեկ այլ հարձակման է ենթարկվել։ Անհայտ անձը կրակել է փողոցում աշխատող ոստիկանի ուղղությամբ։ Ֆրանսիայի ոստիկանությունը դեռ փնտրում է կասկածյալներին, իսկ մինչ այդ աշխարհի հայտնի ծաղրանկարիչները հրապարակել են թեմային առնչվող իրենց ծաղրանկարները, դրանցից մեկում մատիտն օրինակ ավելի հզոր զենք է, քան մարդկային կյանքեր խլող իրական զենքը։ Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունները չեն դադարում Շարլի Էբդո երգիծական շաբաթաթերթի վրա երեկվա հարձակումից հետո։ 3 զինված անձինք գրոհել էին շաբաթաթերթի գրասենյակ, Կալաշնիկով ինքնաձիգերից կրակահերթեր արձակել և սպանել 12 մարդու, այդ թվում շաբաթաթերթի գլխավոր խմբագրին, լրագրողների, ծաղրանկարիչների, 2 ոստիկանի, 20 վիրավոր կա, 4-ը ծանր վիրավոր են։ Ֆրանս պրես գործակալությունը հաղորդում է, որ այսօր Փարիզի մեկ այլ հատվածում զրահաբաճ կոնով տղամարդը ինքնաձիգից կրակ է բացել անվտանգության ծառայության աշխատակիցների ուղղությամբ, վիրավորվել է 2 հոգի, 1 կին ոստիկան մահացել է։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը դեպքի վայր շտապելով հայտարարել է, որ զինյալը դեռևս չի հայտնաբերվել։ Ֆրանսիայի մեկ այլ Վիլֆրանշ-սյուր-Սոն քաղաքում մզկիթի տարածքում առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Ֆրանս պրես գործակալությունը։ Տուժողներ չկան։ Տեղեկություններ կան այն մասին, որ անցած գիշեր նռնակներ են նետվել Լեման քաղաքում, Պոր-լա-Նուվել աղոթարանի ուղղությամբ նույնպես տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները։ Շարլի Էբդոյի վրա հարձակվելու մեջ կասկածվողի կարգավիճակով միայն 18-ամյա Ամիդ Մուրադն է հանձնվել ոստիկանությանը։ BBC-ի հաղորդմամբ նա իրեն մեղավոր չի ճանաչել։ 32-ամյա եւ 34-ամյա Սաիդ ու Շերիֆ Կաուչի եղբայրները դեռևս հետախուզման մեջ են։ Վերջիններից լուսանկարները տպագրել են հեղինակավոր պարբերականներն ու ցուցադրում են ազդեցիկ հեռուստաընկերությունները։ Լրատվամիջոցները գրում են, որ Ֆրանսիայի հյուսիսային Վիլլեր Կոտերե բնակավայրում բենզալացակայանի աշխատակիցները ճանաչել են ահաբեկչության 2 մասնակիցներին։ Նրանք ըստ որոշ տեղեկությունների զինված են եղել։ Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում, Ռեյմս եւ Շարլեվիլ Մեզիեր քաղաքներում ձերբակալել է 7 կասկածյալի։ Նրանց թվում կան կանայք, ըստ իրավապահների ձերբակալվածներն առնչություն ունեն 3 Շարլի Էբդոյի վրա հարձակվածներից 2 մասնակից եղբայրների հետ։ Ֆրանսիայում 3 օր սուգ է հայտարարվել։ Այսօր կեսօրին Ֆրանսիան 1 րոպե լռությամբ հարգել է սպանվածների հիշատակը։ Փարիզի կենտրոնական հրապարակում մարդիկ ամբողջ գիշեր ծաղիկներ եւ մոմեր են դրել։ Ես Շարլին եմ վերտարության պաստառներով Լոնդոնում, Մադրիդում, Նյու Յորքում, Մոնրեալում, Ռիո դե Ժանեյրոյում եւ մի շարք այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել։ Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում ֆրանսիական պարբերականի սպանված աշխատակիցների հիշատակին նվիրված եւ ահաբեկչությունը դատապարտող ակցիաներ։ Փարիզում ինքնաբուխ հավաքի մասնակիցներն ասում են, Շարլի Էբդո պարբերականի աշխատակիցները մեծահոգի եւ հանդուրժող մարդիկ են։ Ու հաստատ, որովհետեւ սպանել են նրանց այն մարդիկ, ովքեր չեն ուզում ոչ մեծահոգություն, ոչ հանդուրժողականություն, ոչ մարդասիրություն։ Դա ահավոր է։ Ռոյթերզին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Փարիզում այս ակցիային մասնակցել են նաև մուսուլմաններ։ Նրանք մտահոգություն ունեն, որ աշխարհացունց դեպքերը լուրջ ազդեցություն կունենան իրենց վրա։ Իսլամը երբեք դա չի քարոզել։ Երևանում նույնպես բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ֆրանսիայում զոհված ծաղրանկարիչների, լրագրողների ու ոստիկանների հիշատակին։ Առավոտից ծաղիկներ և մատիտներ են դրվել դեսպանատան առջև։ Պետական համալսարանի ողջ կոլեկտիվի ուսանողության անկեղծ ցավակցությունները Ֆրանսիայի ողջ ժողովրդին եւ պարոն դեսպանին Շարլի Էբդո ամսագրի խմբագրության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման, զավիների հարձակման, աշխատակազմի, խմբագրական աշխատակազմի անդամների եւ ոստիկանների քստումների սպանության կապակցությամբ սա իսկապես մտահոգիչ խնդիր է։ Եվ կարծում եմ, այսպիսի խնդիրները նաև պետք է միավորեն բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին, որպեսզի կարողանան համատեղ պայքարել այդպիսի արատավոր չարիքի դեմ, այդպիսի չար երևույթի դեմ, ինչպիսին է ահաբեկչությունը։ Մենք էլ ենք լրագրողներ, որպես մեր զոհված գործընկերների հիշատակի ծաղիկ ենք բերել, հարգելով խոսքի ազատության իրավունքը եւ մարդկանց ազատ արտահայտվելու ազատությունը հարգելով, ուղղակի որպես համերաշխություն ֆրանսիացիներին եւ բոլոր զոհվածների ընտանիքներին։ Եթե ինչ-որ մի բան սկսվում է ու արվում է, դա մի հոգու կամ մի խմբագրության դեմ չի, դա բոլորի դեմ է։ Այսինքն տեսեք մենք ինչ արեցինք, վախեցեք, ձեզ էլ կհասնի։ Այդքան բան, ու կարևոր չի Ֆրանսիայում, թե այլ երկրում, դա ահավոր բան է։ Վերադառնանք Հայաստան, կրկին լարված է իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Անցած գիշեր ըստ պաշտոնական հաղորդագրության ադրբեջանական կողմից հազարավոր կրակոցներ են ուղղվել Ղարաբաղի ուղղությամբ զոհեր և վիրավորներ չկան։ Համեմատաբար խաղաղ է անցել գիշերը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թեև հրադադարի պահպանման մասին դեռ չեն խոսում։ Փորձագետները միաժամանակ նկատում են սահմանին արդեն մոտ մեկ շաբաթ շարունակվող կրակոցներին դեռ չեն արձագանքել ոչ Ռուսաստանը, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս դաշնակիցները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ հակառակորդն այս գիշեր ևս խախտել է հրադադարի ռեժիմը։ Հայկական զինված ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 5000 կրակոց։ Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև կրակոցներ արձակել նռնական նետերից եւ ականանետերից, տեղեկացնում է ռազմական գերատեսչությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ազատության զրույցում խիստ լարված է որակում սահմանային իրավիճակը, շեշտելով սակայն, որ անցած օգոստոսին իրավիճակն ավելի էր լարված։ Շատ լարված է ամեն դեպքում, մի քանի օր շարունակ արդեն, այսօր գիշերը մոտ 400 անգամ խախտում են արել, բարեբախտաբար զոհեր վիրավորներ կորուստներ չունենք, բայց համեմատել չի կարելի օգոստոսի, հուլիս-օգոստոսի դեպքերի հետ։ Այն ժամանակ ավելի ակտիվ էր եւ ավելի վատ լարում էր, ավելի խիստ լարված։ Հայկական կողմի հաշվարկներով այս տարվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում միայն Ադրբեջանը մի քանի տասնյակ հազար դոլարի զինամթերք է օգտագործել, ել ավելի սասանելով փխրուն հրադադարը։ Կերտիկի մի շրջապատույցի մեջ է ինքը մտել կեղծ քարոզության, որ շրջապատույցը դուրս եկավ կկործանվի։ Եթե միայն միավորյակ բերեն, հիշում եմ միայն այս 4 տարվա ընթացքում իրանց պաշտոնական նույնիսկ հաղորդագրությունների հիման վրա իրանք աղդամի շրջանը 4 անգամ ազատագրել են։ Այս գիշեր բարեբախտաբար իրավիճակը համեմատաբար խաղաղ է եղել հայ-ադրբեջանական սահմանին, ազատությանը փոխանցեցին սահմանամերձ Մովսես բարեկամավան գյուղերից։ Նախորդ օրվա կրակոցների հետևանքով բարեկամավան գյուղի մի քանի ընտանիքներ, որոնք դուրս են եկել գյուղից, արդեն վերադարձել են, ասաց գյուղապետ Գագիկ Աբազյանը։ Իրավիճակը գյուղում այժմ խաղաղ է։ Վերադարձել են, էլի հետ են վերադարձել։ Մի քանի ընտանիք ուղղակի որ փոքր երեխաներ ունեն, հանել էին ժամանակավոր էլի, բայց հիմա հետ են եկել նորից, կամ ասեմ որ իր գյուղն իր բնականոն կյանքով նորից ապրում է էլի։
Փորձագետները պատահական չեն համարում այն, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարություններից հետո։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասում է, թե նման վարքագծով Ադրբեջանը ստուգողական գործողություններ է կիրառում, փորձելով պարզել, թե իր համար ինչ կարժենա Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի ու ոչ անդամ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները։ Փաստորեն Հայաստանի իշխանությունների փաստարկները, թե Եվրասիական տնտեսական միությունը անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կտա Հայաստանի, այդ թվում եւ Ղարաբաղի անվտանգության պահպանման հարցում սինեին ու դատարկ, ասում է փորձագետը։ Ադրբեջանը առաջին հերթին փորձում է հետախուզել, զոնդաժի ենթարկել, թե ինչ է իրենց ներկայացնում, որքան պաշտպանված են եւ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ համարվող Հայաստանը եւ չհամարվող Արցախը։ Ադրբեջանը ինքը իր գործողություններում եւ հիմնվում է միանգամայն այն հաշվարկների վրա։ Հետևյալ կերպ է մտածում, ինձ հաջողվեց այնքան ուժեղ գտնվել, որ թույլ չտրվեց Լեռնային Ղարաբաղի փաստացի միացումը Եվրասիական տնտեսական միությանը։ Փորձագետը նաև փաստում է, որ նոր միության կազմում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, Բելարուսն ու Ղազախստանը դեռ որևէ կերպ չեն արձագանքել սահմանային վերջին միջադեպերին, որոնց ընթացքում հայկական կողմը 2 զինվոր է կորցրել։ Կամ բազմաթիվ հաշվարկներ, որոնք Ալիևին շարունակում են դրթել առաջին հերթին հետախուզել իրավիճակը տարածաշրջանում, երկրորդ հերթին նաև գնալ որոշակի արկածախնդրության եւ ցավոք այս հետախուզման փուլը, երբ Ադրբեջանը փորձում է հասկանալ, որքանով դաշնակիցները կանգնած են Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի կողքին, պատշաճ գնահատականների կամ հակադարձության չարժանանալու դեպքում կարող է բերել շատ ավելի մեծ լարվածության, քան մենք ունենք հունվարի սկզբից։ Մյուս կողմից Ստյոպա Սաֆարյանը համոզված է, եթե միջազգային հանրությունը օգոստոսյան լարվածությունից հետո պատժիչ գործողություններ ձեռնարկեր, Ադրբեջանն այսքան հեռու չէր գնա։ Սահմանային վերջին միջադեպերին օրեր առաջ անդրադարձել էր պաշտոնական Վաշինգտոնը։ Պետդեպարտամենտը հայտարարությամբ կոչ էր արել կողմերին շարունակել բանակցություններն ու զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել, շփման գծի միջադեպերը բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի տարածքից։ Ապա ադրբեջանական գործակալության հետ զրույցում շփման գծում ստեղծված լարված իրավիճակը մեկնաբանել է ԵՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքը, նշելով, որ կարևոր է, որ 2015-ին կողմերն իրենց վրա վերցնեն Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պարտավորությունը։ Իսկ իր թվիթերյան էջում Օրլիքը գրել է, որ տարածաշրջանը կարող է մեծապես բարգավաճել խաղաղության հաստատմամբ։ Շարունակենք թողարկումը։ Երեկո այսօր տեղացած Արադ Ձյունն ու Բուքը խլել են 3 հայերի կյանք, 3-ն էլ զոհվել են Ստեփանցմինդա Լարշ ճանապարհին։ Զոհվածներից մեկը Վրաստանում բնակվող Վրաստանի քաղաքացի էր, 2-ը Հայաստանից Ռուսաստան էին մեկնում արտագնա աշխատանքի։ Վրաստանի պաշտոնյաներն այսօր Ազատությանը հայտնել են, որ Հայաստանը Ռուսաստանին կապող այդ ճանապարհից արդեն դուրս է բերվել ավելի քան 200 մեքենա։ Ձյանմաքրման աշխատանքները սակայն այս պահին դադարեցված են։ Ստեփանցմինդա Լարշ ճանապարհին ձնաբքի տակ մնացած հայաստանցիների մահվան 2 վարկած է շրջանառվում։ Ցրտահարությունը կամ մեքենայում թունավոր գազերի արտահոսքը, ինչի աղբյուր կարող էր հանդիսանալ մեքենայում տևական ժամանակ միացված տաքացուցիչը։ Մահացած 2 քաղաքացիներն էլ Սևանի բնակիչներ էին։ Դիակները դեռ Հայաստան չեն տեղափոխվել, Ազատության հետ զրույցում ասաց զոհվածների հարազատներից Յուրա Գալստյանը։ Ինձ ասել են, որ մեքենայի մեջ մնացել են 2-ը, իրանք հետ սեփական մեքենա որքանի մեջ, մնացել են մեքենայի մեջ, շուտ գազը լցվել է, ձյունը եկել է լիֆտ ծածկել է 4 կողմը։ Գազը լցվել է մեքենայի մեջ, խեղդվել են։ Հարազատների փոխանցմամբ մահացածները Ռուսաստան էին ուղևորվում սոցիալական ու ֆինանսական խնդիրների պատճառով։ Ազատության հետ զրույցում Յուրա Գալստյանը պատմեց, որ զոհվածներից 1963 թվականին ծնված Շահեն Հարությունյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից էր, ուներ հաշմանդամության կարգ, ծայրահեղ վատ պայմանները նրա ընտանիքին գցել էին մեծ պարտքերի տակ։ Հաշմանդամեր պատերազմի մասնակից եւ ինքը եւ քույրը հայր անկոնային հիվանդ է, մայրը հիվանդ է, միասին 4-ով իրար էին ապրում, թոշակով եւ հորնումոր թոշակով պարտքեր ունեին, Շահենը գնում էր պարտքերը փակելու համար աշխատել։ Այդպես էլ չաշխատեց։
Ուժեղ ձնաբուկը եւ զրոյից ցածր ջերմաստիճանը մահվան պատճառ է դարձել եւս մեկ հայի համար։ Մոտ 2 օր անհետ կորած Վրաստանի քաղաքացի Նինոց Պինդայի բնակիչ 54-ամյա Վազգեն Գինոսյանի դին փրկարարներն այսօր դուրս են բերել սեփական մեքենայից Նինոց Պինդա Ախալքալակ ճանապարհից։ Զոհվածի համակարգացի Աղունիկ Այվազյանն Ազատությանը պատմեց դեպքի մանրամասները։ Մեքենաները մնացել էին ճանապարհին, ամբողջ ոստիկանությունը չէ, բոլորը բաներին անում չէին կարողանում ազատել մարդկանց։ Մեկին ճանապարհից ընդհանրել են իրան հազար հասցրին եւ անտանոց, իսկ այդ տղամարդին չի կարողացան փրկել, արդեն սառել էր։ Չդադարող ձյունն ու մերկասառույցը այսօր կրկին անանցանելի է դարձրել Նինոց Պինդայից մինչև Հայաստանի սահման Բավրայի անցակետն ընկած ճանապարհահատվածը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ հայ-վրացական սահմանի այդ հատվածում արգելափակումից դուրս է բերվել մի քանի տասնյակ մեքենաներ, իսկ ճանապարհի մաքրման աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակվում են։ Այնտեղ տարվում են բոլոր աշխատանքները, որպեսզի ճանապարհը շուտափույթ կերպով անցանելի դառնա։ Եթե եղանակային պայմաններն էլ ավելի չվատանան, ապա ճանապարհահատվածը երեկոյան արդեն երթևեկելի կլինի։ Ի տարբերություն Նինոց Պինդա Բավրայի Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը Լարսի անցակետը հնարավոր է դեռ երկար ժամանակ փակ մնա։ Ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են։ Սպասում են մինչև եղանակը փոքր-ինչ կբարելավվի։ Ըստ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Ստեփանցմինդա Լարս ճանապարհահատվածում արգելափակումից դուրս է բերվել ավելի քան 200 մեքենա։ Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ձնաբուքի տակ հայտնված մարդկանց տարհանենք։ Մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ արգելափակումից դուրս են բերվել բոլոր մեքենաները եւ մարդկանց տարհանել են դեպքի վայրից։ Վերջին օրերին ձյունը անանցանելի է դարձրել նաև մի շարք ճանապարհներ Հայաստանի տարածքում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխից Ազատությանը տեղեկացրեցին, որ մերկասառույցի պատճառով վերջին 2 օրերին օգնություն է ցուցաբերվել արգելափակման մեջ հայտնված ավելի քան 300 մեքենաների վարորդների եւ նրանց ուղևորներին։ Փակա Վարդենյոց Լեռնովսկը դժվարանացանելի են Սպիտակի Տիգրանաշենի ոլորանները։ Մանու Տիգրանաշենի մաբուկա դեսանելիություն չկա, բայց ճանապարհաշինարները աշխատում են։ Գյումրու գլխավոր տոնածառն այսօր ուժեղ քամիներից շուռ է եկել։ Տոնական եղևնիները սովորաբար Հայաստանի հրապարակներում են մնում մինչև հին տոմարով նոր տարին հունվարի 13-ը։ Գյումրիում սակայն նոր տարին այս անգամ մի փոքր շուտ է ավարտվել։ Այսօր ժամը 11:40 րոպեի սահմաններում Գյումրիում բարձրացած ուժեղ քամին շրջել էր քաղաքի գլխավոր տոնածառը։ Վնասը միայն նյութական է։ 24 մետր բարձրություն ունեցող տոնածառի երկաթյա կոնստրուկցիան հենց հիմքի մոտ կոտրվել էր ու տոնածառը շրջվել էր։ Գյումրիի քաղաքապետարանի բնակոմունալ բաժնի աշխատակիցները ապամոնտաժում էին արդեն շրջված տոնածառը։ Արդյոք կվերականգնվի քաղաքի գլխավոր տոնածառը, հետաքրքրվեցի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանից։ Հավաքում ենք, որովհետև տեսնում եք, ծռմռվել է տեխնիկական մասը լգնայինք, եթե հնարավորություն եղավ հավաքելու կվերականգնենք, տեսնենք, հիմա չեմ կարող ասել, որովհետև վնասը չեմ կարող ասել, ինչքան ժամանակ կտևի, մասնագետները գնային, եզրակացություն կտան, այս այդում մենք տեսնենք ինչ կարող ենք անել։ Այսինքն տոնածառը քաղաքի շուտ հավաքվեց։ Ինչ ասեմ, ասո գործ է, մենք տնության մենք չենք կարող միջամտել, ստացվեց, ճիշտ ասած լավ չէ, բայց որ ստացվել է ինչ կարող ենք անել։ Մոտ 24 մետր բարձրություն ունի տոնածառը, լայնքն էլ որ մի 10-12 մետր երևի կլինի, դիմադրությունը չէր դիմադրել, քամին շատ ուժեղ էր, խողովակից այդ ամրացված այդ խողովակից ջարդել, կտրվել էր, ոնց որ սաղոցով կտրել։ Չեք նախատեսել, որ հնարավոր է Գյումրիում չէ, որ քամիներ բանինում է։ Բայց այս տեսակի քամի դա մի 10 րոպե չտևեց, 5 րոպե այդ քամին ուժեղ պես ոնց որ մերիգի պես եղավ անցավ։ Մենակ այս տոնածառը չէ, այստեղ ինչ որ կա, որ նայեք մյուս տոնածառներին էլ փոքրերին, բոլորը այդ նույն ուղղությամբ թեքված են։ Այսինքն նրանք փոքր խողովակի վրա են, այնքան ուժեղ եղել քամին, որ նույնիսկ այդտեղ դիմադրությունը չկա, բայց էլի թեքել է։ Եվ ես ասեմ, կապ չունի այդտեղ ինչ ուզում է դրված լիներ, ինքը մեկ է, մի քիչ էլ օրա այդտեղ այդ խողովակը դիմադրել, կարող է այդ գետնից փոգել լրիվ, որովհետև ինքը մեծ ճոճ ունի ու շատ ահավոր քամի էր, ճիշտ ասած
Այսպեսի կամի չէր եղել։ Չէ, չկա, որևէ վնասներ չկա, փառք Աստծո։ Քանի որ վնասը միայն նյութական էր, քաղաքապետի տեղակալին հարցրի, թե որքան գումար էր ծախսվել քաղաքի գլխավոր տոնածառը զարդարելու համար։ Դե մեկ ընդհանուր ծախսերով էս տոնածառի համար հատուկ չէ, ընդհանուր քաղաքի մասշտաբով մենակ ստեղ չտեսնում եք։ Մոտ 50 տոնածառ քաղաքի տարբեր մասերում, այդպես մի կոնկրետ այս տոնածառի վրա չեմ կարող ասել ինչքան ծախսվել։ Տանուեք արդեն 10 միլիոն։ Հա, մոտավորապես 10 միլիոնի կարգ։ Չնայած ցուրտ եղանակին շատերն իմացել ու եկել էին Վարդանանց հրապարակ, տեսնելու թե ինչպես է շրջվել քաղաքի գլխավոր տոնածառը։ Գյումրեցիները կատակով նշում էին, թե նոր տարին այս տարի Գյումրիում շուտ ավարտվեց։ Նոր տարին ավարտեց, բայց լավ նշան չի։ Լավ նշան չի եղել, շուտկալի չի։ Լավ նշան չի, էլի, պետք է չշրջես։ Լավ չէի սարքել, լավ չէին ամրացրել։ Դուրը լավ ամրացրած էր, չէր շրջի։ Ուրեմն լավ չի եղել։ Ամրացրած չի եղել։ Իջեր 24 մետր էլ բարձրացրել են։ Ինչ շնորհակալ ունորստ բարձրացրել են, բայց շրջել է։ Ինչ է 15-20 բանի արագության քամին տոնածառը շրջել է։ Էդի եղավ տոնածառ։ Դե տոնածառ չի ակիկ։ Հետ չեղել էր որ շուրջ։ Չէ, բոլորը այնպես բան չէր եղել։ Պես բան չէր եղել։ Առաջին անգամ։ Առաջին անգամ ես տեսնեմ գորը, այո։ Ես տունն էի։ Լսեցի օրա բան եղել, էլա եկա, սիլ տեսնեմ էլ ճիշտ օրա տոնածառ շրջել։ Այդպես բան հետ չէր եղել, ակիկ։ Ինչ օրա ծախսեները, ինչ էները, դե միջև հին տոմարով 20 միջև 13-ը տոնածառը պետք է կանգնած լիներ։ Դե երեխա են, գուկա են, զբաղվեին, նկարվեին, ժամանակ կանցնեին, կուրախանային։ Այդ ամեն ինչը ջուրը լսվավ։ Առաջիկա շաբաթվանից արդեն հնարավոր կլինի դիմումներ ներկայացնել անցած տարեսկզբին հակառակ քաղաքացիների կամքի գանձված պարտադիր կൂട്ടակային վճարները ետ ստանալու համար։ Չի բացառվում սակայն, որ հակասահմանադրական օրենքով ամիսներ շարունակ պահված գումարները վերադարձվեն ոչ ամբողջությամբ։ ԴՄՄ խոստանում է պարտադիր համակարգի դեմ պայքարը թեժ պահել նաև 2015-ին։ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ շարժումը կրկին դիմել է սահմանադրական դատարան, հայցը բարձրագույնը կքննի մարտի 31-ին։ Այս տարի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են ետ ստանալ կൂട്ടակային կենսաթոշակային պահումները, որոնք անկախ վերջիններիս կամքից գանձվել էին դեռ անցած տարվա հունվարից հուլիս ամիսների աշխատավարձներից։ Մոտ 1 տարի աշխատավարձի 5%-ից զրկված քաղաքացիները այդուհանդերձ հնարավոր է պահված գումարն ամբողջությամբ հետ չստանան։ Կենսաթոշակային ֆոնդի փայերի հետ գնման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2% մարման վճար։ 1 տարի պարտադիր պահումների դեմ պայքարող ԴՄՄ շարժումը, որ այս տարի եւս պատրաստվում է ակտիվորեն պայքարել, պարտադիր սոցիալական վճարների դեմ մտահոգիչ է համարում օրենքի այս կետը։ Այս պահին ես ունեմ հետևյալ վիճակը։ Բավական չէ ինձանից պարտադիր կերպով կատարել են պահում, դա մեկ, երկրորդ հակասահմանադրական օրենքի շրջանակներում եւ երրորդ ես ստիպված եմ իմ ցանկությանը հակառակ ինձնից գանձված գումարների համար ծառայությունների ինչ որ կարգի համար վճարներ վճարել։ ԴՄՄ շարժման մասնակիցները չբացառեցին, որ այս տարի կൂട്ടակայինի դեմ պայքարի շրջանակում այս խնդիրը նույնպես պահելու են ուշադրության կենտրոնում։ Թե երբ զարգ կտան պայքարի նոր փուլին, թիմում դեռ չգիտեն։ Այդուհանդերձ հիշենք, որ անցած տարի հենց այս օրերին կൂട്ടակայինի դեմ պայքարն արդեն բուռն փուլում էր։ Պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական է հակապետական եւ հակասոցիալական պնդումներով 2014 թվականի հունվարի 18-ին օպերայի հրապարակում ԴՄՄ բազմահազարանոց հավաք կազմակերպեց։ Մի շարք ընկերությունների, մետրոպոլիտենի, ատոմակայանի, էլեկտրացանցերի, երկաթուղայինների աշխատակիցները սպառնացին գործադուլով։ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում նույնիսկ արտիստները կൂട്ടակայինի պատճառով տապալեցին անուշ օպերան։ Այսօր ներկայացում կար ներս։ Բրավալա գնաց։ Ապրեջո ջան, հալա։
Մարտի 28-ին գործի քննությունը սկսվեց եւ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը վճռեց, որ կենսաթոշակների պարտադիր կൂട്ടակային համակարգի մասին օրենքի մի շարք, մասնավորապես պարտադիր բաղադրիչին վերաբերող դրույթները Սահմանադրությանը հակասող են։ Որոշման հենց հաջորդ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց։ Դեմեմի կարծիքով իրենք այս գործում անմասն չէին։ Կൂട്ടակայինի շուրջ բարձրացած գրքերը փորձեց հանդարտեցնել նոր վարչապետը նոր խոստումներով։ Արդեն հունիսի 21-ին ազգային ժողովը ընդունեց նոր օրենքը։ Խորհրդարանի դիմաց մինչդեռ այդ պահին մանրադրամներ ու ամոթանքի խոսքեր էին նետվում դեպի հանրապետական խմբակցության падգամավորները։ Դուք ասացիք, որ թքած ունեք հայ ազգի վրա, դուք երկու հոգու տեղ եք։ Պարտադիր կൂട്ടակայինը վերանվանվեց սոցիալական պարտադիր վճար եւ տարածվեց միայն պետական սեկտորի աշխատողների վրա, իսկ մասնավոր սեկտորը այդ պարտադիր գանձումից կխուսափի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը։ Գիտնականներն ու ուսուցիչները ի դեպ մնացին կոտրած դաշտակի առջև։ Նրանցից պահումները շարունակվելու են արվել այս տարի էլ, սակայն այդ մարդիկ դեռ տարեվերջին չգիտեին, թե որտեղ են իրենց գանձված փողերը պահվում, ինչ փայեր են ստանում։ Պետական ապարատից ասում էին, թե ծրագրային խնդիրներ են։ Կլուծվեն դրանք թե ոչ այս տարի, նման խոստումներ պետական այրերը դեռ չեն շտապում շռայլել։ Այդուհանդերձ պետական այրերի խոստումներին այլևս չեն սպասում օրենքին ընդդիմացողները, որոնք այս տարի եւս պատրաստվում են կൂട്ടակայինի մասին նոր ձևափոխված օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Հայ հեղափոխական դաշնակցության падգամավոր Արծվիկ Մինասյանն Ազատությանն ասաց, որ դիմումով նաև առաջարկ է արվել կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը դարձնել կամավոր։ Ես ավելի շատ ակնկալում եմ, որ հենց Սահմանադրական դատարանը ինքը պետք է հետամուտ լինի իր իսկ կայացված որոշման կատարմանը։ 2014-ին քաղաքացիները պայքարեցին ոչ միայն պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ, տարին ակտիվ էր նաև քաղաքացիական պայքարի այլ խմբերի համար։ Փողոցային դուրս գալիս հեղափոխության փորձի համար ճաղերի ետևում հայտնված Շանթ Հարությունյանի եւ ընկերների աջակիցները, բողոքի հավաքներ էին կազմակերպում ազատամարտիկները, բնապահպան ակտիվիստները նույնպես 14-ին պարապ չէին, հանքարդյունաբերությունը մնաց նրանց ուշադրության կենտրոնում։ 2014-ը մեկնարկեց բողոքի ցույցերով։ Հենց հունվարի 1-ին փողոց էին դուրս եկել կալանավորված Շանթ Հարությունյանի եւ ընկերների համախոհները։ Ողջ տարի շարունակված բողոքի ցույցերը արդյունք չտվեցին։ Շանթը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Ընկերներին էլ խիստ պատժաչափեր բաժին հասան։ Ինչ ապացուցվեց, ոչ մեկը ոչ մի անցակ չուներ։ Սերժի պատվերը կատարվեց եւ վերջ։ Սա բռնապետություն չի։ 15 ազատամարտիկներ որ կռվել են, վաղը միսը պատրաստվելի իք տակրվելու, թե սաշիկ տակրվելու։ Դատավարության մեկնարկին Շանթի եւս մի համախոհ ճաղերի հետևում հայտնվեց։ 31-ամյա Հայկ Գյուրեղյանը որոշել էր արտառոց ձևով հայտնել դժգոհությունը։ Մարդ են դատում, սխալ են դատում, հաշվի հարդար է, ես եկել եմ չթողեմ ամեն ձև։ Մարդը եթե մի բանի դեմ է, պետք է հելնի գործնական ինքը ցույց տա որ դեմ է։ Հիմա ես իրանց հետ կռիվ եմ անելու, առաջին եկելն եմ իրանց հետ գազովի պիստոլետով, ընդգծում եմ գազովի պիստոլետով եմ կռիվ անելու, հետո երկրորդ անգամ եթե բերցից էլ է արդեն էսի որպես նախազգրշացում գազը։ Բերցից էլ է իսկական զենքով ընկրվել։ Ոստիկանություն չկրաստ է։ Հիմա Հայկը կանգնած է դատարանի առջև ծանր մեղադրանքներով։ Տարին աչքի ընկավ ազատամարտիկների բողոքի ցույցերով։ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները դեռ 2013-ից էին փողոց դուրս եկել սոցիալական պայմանները բարելավելու պահանջով։ Հետո հասկացան, առանց իշխանափոխության արդյունքի չեն հասնի։ Ազատամարտիկների շարժման առաջնորդներից Վոլոդիա Ավետիսյանը 6 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Տարեվերջին էլ մի քանիսին ծեծեցին։ Մենք նվնվող տղեկ չենք, մենք պայքարող տղեկ ենք, մենք մենակ Վալոդի Շանթի որ կազմակերպել տղեկի համար, ես բոլորիս համար է, եթե լռենք, երթով Վերջին տարիներին ամեն 5 շաբթի կառավարության առջև հավաքվող որդեկորույս մայրերը ակցիաները տեղափոխեցին նախագահականի առջև։ Պահանջում են, որ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն անձամբ պատասխան տա, ով խաղաղ պայմաններում սպանեց իրենց զավակներին։ Հիմա ձգան գլուխը ինքն է, մենք եկել ենք, որ իրան բռնենք, տեսնենք վերջապես ինքը պատասխան պետք է տա,
թե չէ։ Ճաղերի հետևից խոստացար։ Դե դուրս արի քո խոստումը պահի։ Վերջապես այդքան հաղթելով ուր եք գնալու։ Ես իմանամ որն է իմ երեխու մահվան պատճառը։ Ում եք թաքցնում։ Գեներալների թիկնապաներին ինչ են մատուցել իրանք այսօր ձեզ։ Թեև որպես կանոն սակավամարտ, բայց մեծ թվով ցույցեր 2014-ին անցկացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեմ։ Մենք բարոյական իրավունք ունենք ասելով, որ քո կարծիքը մեզ չի հետաքրքրում։ Դե այդպես կարող է մի հատ փշտ ասելով Պուտինի մի փշտի պատճառով դու դիրքորոմ շրումդ փոխես եւ ապացուցես նաեւ, որ ամբողջ հանրապետական կուսակցությունը ստրուկների միություն է։ Եվրասիական միության դեմ բողոքի վերջին հանգրվանը խորհրդարանի առջև էր։ Գազային համաձայնագրերից մինչև Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Դավաճան վանկարկումները զայրացնում էին падգամավորներին։ Հայաստանը կծախեք թե չէ։ Ձեր քվեարկությամբ դուք այսօր վաճառել եք կամ չեք վաճառել։ Վարուժան, սիրով կապտակ եք ես Վարուժան։ Դուք վաճառում եք մեր հայրենիքը ու մեր ազատությունները։ Դուք գետին մտնեք։ Իմ հայրենի լեզուն փոխարինում եք, ասենք ոմը Նատաշայի մոր լեզվով։ Տարվա բնապահպանական սկանդալը ծագեց հանքարդյունաբերության թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ։ Այն ժամանակվա բնապահպանության նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին։ Սպառնաց ակտիվիստներից մեկի ականջը պոկել։ Խնդրեմ, վերցրեք այս ջուրը եւ խմեք։ Այս ջուրը հոս հարցնանում չի, որ ես պետք է խմեմ։ Սա այն ջուրն է, որ հիմա Հայաստանի բնակչությունը խմում է հանքերի պատճառով։ Ես մի տվեք նախարար, ես առանց հասկանալու, առանց գրագիտություն իմանալու, առանց պատկերացնելու։ Իմացեք որտեղ ինչ եք խոսում։ Հիմարություններ դուրս չտաք։ Չափը ճանաչի։ Որևէ արդյունք չտվեց աֆրիկյանների ակումբի համար պայքարը։ Ճարտարապետական հուշարձանը հավասարեցվեց հողին։ Շենքը շրջափակող թիթեղյա պատնեշին հարվածելու համար երիտասարդները հայտնվում էին ոստիկանությունում։ Հենց հիմա գործերը դադարեցնում եք ու իջնում եք կտուց։ Տղեն ջան, մի քանդեք։ Ավելավա հրաժարվեք այդ գործից, մի քրշինարարության գործ կա այս քաղաքում։ Մեր երկրում կարելի է շենք հուշարձան քանդել ու անպատասխան մնա, բայց ինչ որ թիթեղյա պատնեշի համար կարող է քրեական գործ արվի։ Ոքի զավեշտ եմ։ Սոցիալական դժգոհությունները 2014-ին հաճախ էին մարդկանց փողոց դուրս բերում։ Առաջին գծում դեմ եմ շարժումներ։ Սահմանադրական դատարանի որոշմանն ընդառաջ երիտասարդների կազմակերպած հանրահավաքը տարվա ամենամարդաշատ ցույցերից մեկն էր։ Վերջին տարիներին թերևս առաջին անգամ ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվեց տասնյակ հազարավոր ցուցարարների հավաքել Ազատության հրապարակում։ Եկեք բոլորով գոչենք, ասենք նրանց ոչ թալանին, ոչ թալանին։ Էլեկտրաէներգիայի թանկացումը զայրացրեց հայաստանցիներին, ցույցերը սակայն երկար չշարունակվեցին։ Առաջին իսկ օրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջև ոստիկանները բռնի ուժ գործադրեցին։ 3 տասնյակ ցուցարար բերման ենթարկվեց։ Թե քացով, թե ձեռով, թե ամեն տեսակի հարվածներով խփելով, քաշքշելով մարդու սրտին է խփում, վարձասներ չէր կարող։ Թե փոքր 2014-ի սոցիալական բողոքներից հիշվեցին նաև հարկային բարեփոխումների դեմ փոքր բիզնեսմենների տևական ցույցերը։ Ուզում է խոշորին բռնի, ինչի ինքը չգիտի ով է խոշորը։ Տարեվերջին նայրիցիներն իմացան, որ ոչ միայն 2 տարվա աշխատավարձը չեն ստանալու, այլև ազատվելու են գործից։ Նրանց պայքարը շարունակվում է։ Իրենց մեքենաներով ավտոերթերի էին դուրս գալիս վարորդները, դժգոհելով արագաչափերի ու տեսախցիկների տուգանքներից։ Եթե ես 50,000 դրամ տուգանվում եմ, նվազագույն աշխատավարձը 30 թե 40,000 դրամ է, ինչպես պետք է իմ ընտանիքը պահեմ։ 2014-ի ավարտը նշանավորվեց ահաբեկչական շղթա հիշեցնող դեպքերով։ Մի գիշերվա մեջ այրվեցին նախախորհրդարանի անդամների 6 ավտոմեքենաները։ Գևորգ Սաֆարյանը ծեծի ենթարկվեց։ Ակնհայտ է, թե ովքեր են նման հանցագործություն անողները կամ նրանց հետևում ովքեր են կանգնած։ Մեր երկրում ոստիկանությունը նման իշխանություն չունի, որ ռեժիմի դեմ գնա։ Հաստատի ոստիկանությունը ռեժիմի մի մասն է։ Ուղղակի կանցկացվի հետաքննություն, ոչ մեկ չի գտնվի կամ ինչ-որ մի հիմարի կգտնեն, ինչ-որ մի տեղ, ինչպես միշտ։
Վրաստանի ծերանոցներից մեկում օրերս անցկացվել է տաղանդների ամենամյա մրցույթը։ Տարեց կանայք ու տղամարդիկ երգում ու պարում են գլխավոր մրցանակին արժանանալու համար։ Վրաստանի ծերանոցներից մեկում երկուշաբթի օրն անցկացվեց տաղանդների ամենամյա մրցույթը։ Լավագույն տատիկ ու պապիկ 2014 կոչումների համար մրցում էին 70 անց տարեց մարդիկ։ Կատարսիս ծերանոցում այս մրցույթն անցկացվում է արդեն երկար տարիներ։ Տատիկներն ու պապիկները մրցույթին երգում են կամ պարում, փորձելով ոգեշնչել ապագա սերնդին, նաև պահպանել ու փոխանցել ազգային մշակույթը։ Սա հաղթող տատիկի ելույթն է։ 500 լարի, մոտ $270, այսքան է կազմել հաղթողների մրցանակը երկու ամսվա թոշակի գումարի չափ։ 78-ամյա Նանուլի Պապիաշվիլիի խոսքով ինքն ունի այդ գումարի կարիքը։ Ես այնքան երջանիկ եմ, իմ թոռնիկը հիվանդացել էր եւ ես կծախսեմ այդ գումարը նրա բուժման համար։ Շատ շնորհակալ եմ։ Լավագույն պապիկ 2014 կոչմանն է արժանացել 78-ամյա Զուրաբ Գոգիձեն։ Ես ուրախություն ու սեր եմ զգում։ Բոլորին անչափ շնորհակալ եմ։ Ես նույնիսկ չէի մտածում, որ կհաղթեմ։ Ես ձեր երգիչ եմ։ Ահ, ինչքան եմ հոգնել։ Ժյուրիի կազմում էին ոստիկաններն ու քաղաքի արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան $40, ինչպես նաև քաղցրավենիք ու կոնֆետներ Թբիլիսիի էներգաբաշխիչ ընկերության կողմից, որն այս տարի իր վրա էր վերցրել նաև ծերանոցում բնակվող տարեցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Այսօրվա մեր թողարկումն այսքանն էր, հետևեք Ազատություն TV-ի աշխատանքին նաև վաղը, ցտեսություն։ Ազատություն TV, անտեսանելին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV, միայն հավաստի լուրեր։